Տարօրինակ կլինի կարծել, որ պոլիպը հեռացնելով հիվանդությունը դուրս է գալիս կամ բժշկվում է։ Պոլիպը դա հիվանդության արդյունք է, այլ ոչ հիվանդություն, այդ իսկ պատճառով անհնար է պոլիպը հեռացնելով ազատվել այդ խնդրից վերջնականորեն եւ անհնար է չունենալ կողմնակի ազդեցություն ու ծանր հետևանքներ դրանից։ Սան է նաև վերաբերում քթի միսը, որ ասում են հեռացեցին։ Պոլիպները հեռացնելու դեպքում մինիմումը, որ կարող է կրկնվել նույն տեղում, իսկ մաքսիմումը հետևանքների մասն է խոսքը, մաքսիմումը, որ կարող է ավելի շատ առաջանալ այդ հեռացված կողքերը, կարող են այլ հյուսվածքներ ավելի գերաճ ունենալ եւ կարող է նաեւ քրոնիկ այլ հիվանդություններ առաջանալ, հատկապես երբ որ պոլիպները գտնում են ներքին օրգանների գործընթացներում, հեռացնելով նաեւ վնասվում է մասնակի ձևով, վնասվում է նաեւ գործընթացը։ Պոլիպը, երբ վախեցնում են, թե պոլիպը կվերածվի չար որակուռուսկի եւ այլն, դա մի քիչ մեղմ ասած տրամաբանությունից դուրս է, պոլիպը ինքը նորագոյացություն է, որը այո թողնել պետք չէ, պետք է բժշկել, բայց որը պատշաճ ձևով եթե բժշկվում է, այդ պոլիպը մեծացնում ու անհետանում։ Շատ դեպքերում նույնիսկ գերաճը պոլիպի լինում է դադարեցնել ապրելակերպը փոխելով։ Սննդակարգը, ապրելակերպը եւ պոլիպոզը, երբ որ արդեն պոլիպները շատ են կոնկրետ օրգանում, դա ցույց է տալիս, որ այդ օրգանում գոյություն են քրոնիկ հիվանդություններ ու վաղուց։ Եթե նույնիսկ մասնավորապես վերցնենք լեղապարկի կամ աղիների պոլիպը կամ կանացի, ասենք, արգանդի պոլիպ, եթե առանձին պոլիպը հեռացվի կամ ամբողջությամբ օրինակ լեղապարկը, հիվանդություն դուրս չի գալու, այսինքն լեղապարկի պոլիպների դեպքում հիվանդություն կա կամ 12 մատնյա աղիներում, 12 մատնյա աղիքում, կամ լյարդում եւ լեղածորաներում, այսինքն լինում են նաեւ լեղածորանների լորձաթանքների քրոնիկ բորբոքումից։ Ինչ տրամաբանություն կա լեղապարկը հեռացնելու եւ 12 մատնյա աղիքի կամ լյարդի հիվանդությունը բուժելու մեջ, ոչ եւ տրամաբանություն չկա նույն լեղապարկը հեռացնելու, որովհետեւ հեռացնելով պոլիպը շարունակվելու է առաջանալ արդեն աղիներում, կարող է ընդհանուր լորձաթանքներում առաջանալ, հետո ինչ պետք է անենք, ինչքան պետք է վիրահատվել մինչև բոլոր օրգանները հեռացվի։ Այստեղ արմատական խնդիր կա բուժման մեթոդի մեջ, որովհետև այսօր բժշկությունը ալոպաթիկ չի առաջարկում բուժում։ Հիմնականում առաջարկում է հեռացնել օրգանը, եթե նույնիսկ հաջողվում է միայն պոլիպը հեռացնել, վնասվում է լորձաթանքը ներքին օրգանը եւ այդ պոլիպը հեռացնելով նոր ներքին խնդիր է առաջանում մեծ մասամբ, դա կլասիկ բժշկության մեջ կոչվում է Կոնստանտին Գերինգի օրենքը, այսինքն ճնշել հիվանդության ախտանիշը չի կարելի, այլապես հիվանդությունը ավելի ներս է գնում։ Եվ պոլիպը ինքը առաջանում է մեկ այլ հիվանդության պատճառով, այսինքն երբ որ պետք է պոլիպը անհետանա, պետք է այդ հիվանդությունը բուժել, այլ ոչ թե ճնշել հենց պոլիպին։ Պատճառները շատ են, բայց հիմնականներից մի քանիսը նշենք եւ իմ ինֆորմացիաները, որոնք ես տալիս եմ, եթե անհնար լինի որևէ հիվանդություն բուժել, ես այդ մասին մասնավորապես կասեմ, բայց եթե այդ մասին չեմ ասում, ապա հնարավոր է բուժել բժշկելու մասնախոս, բժշկել հոմեոպաթիկ մեթոդով, ապրելակերպ փոխելով եւ այլն եւ այլն։ Հիմա անցնենք պոլիպների պատճառներին։ Հիմնական պատճառներից մեկը դա
կալցիումի յուրացման անկումն է, ֆոսֆորական աղերի, դա շատ կարևոր դեր է խաղում կալցիումի յուրացումը տվյալ խնդրի հարցում։ Վահանաձև գեղձի հիվանդություններից կարող է առաջանալ, ներքին օրգանների լորձաթանթներ խրոնիկ բորբոքումներից կարող է եւ լինում է նաեւ հետևանքներից ծանր, այսինքն վիրահատական հետևանք, օրինակ երեխաները եթե գլանները հեռացնում են, կարող է դրանից հետո էլի պոլիպոզ առաջանալ, այսինքն հեռացնելով իմունային համակարգն գցում թակարդի մեջ գլանները, չի կարելի հեռացնել եւ մեծ մասամբ լինում է բժշկել, մեծ մասը։ Շատ փոքր տոկոս է զբաղեցնում այն գլանների այն հիվանդությունը, որը այսինքն շատ էր մեծացել, արդեն խեղդում էր երեխային, պետք էր հեռացնել։ Մեծ մասամբ բժշկել լինում է եւ գլանները հեռացնելով էլ կարող է իմունային համակարգը կարող է ընկնում է եւ այդ պոլիպոզը ավելի ակտիվ է զարգանում։ Պոլիպները եթե 10-15 տարվա, 20 տարվա խնդիրից է առաջացել, ճիշտ է, մի ամսում չի բուժվում, կարող է տևել 1 տարի, կես տարի, 1.5 տարի, բայց իրենք քիչ-քիչ ներծծվում են եւ հիվանդությունը վերջնական դուրս։ Վիրահատությունը միանշանակ թողելու է իր ծանր դառը պտուղները, նույն պոլիպոզի ժամանակ էլ եւ չի հեռացնելու խնդիրը, հեռացնելու է խնդրի ախտանիշը, խնդիրը մնալով մեկ այլ ախտանիշով է արտահայտվում։ Առողջ է։